Վարչապետի պաշտոնը ստանձնելով առաջին գործողություններից մեկը, որ արել են, հետևյալն է, դեն եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ բանը, պետհամարանիշը շպրտել եմ ուղղակի, արգելել եմ դա օգտագործել եւ իմ մեքենայի ծառայական մեքենայի վրա կպցրել եմ խիստ շարքային որևէ բանով աչքի չգնող պետհամարանիշ։ 7 տարի առաջ ինքը ասում էր, որ այդ ավտոյից համարներ անելքսեմ սովորական համարներ ես ձեր միջից եմ, չէ, սովորական մարդ եմ ես։ Այդ գոլդ համարները, այդ չգիտեմ եւ այլն, այդ ամեն ինչը ավարտված է։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի։ Էս էլ Սերժ Սարգսյանի մեքենաներս Lexus-ը ՔՊ, այսինքն ցույց որ ՔՊ-ն էլ իմն է, Սերժինն է, էլի ՔՊ-ի շեֆն է։ Ինչ էլ անես չանես, դու Սերժ Սարգսյանից չես մաքրվի։ Դու Սերժ Սարգսյանին կպած ես եղնելու։ Ասեն Նիկոլ, պատկերացնելու են Սերժ Սարգսյան, ասեն Սերժ Սարգսյան, պատկերացնելու են Նիկոլ։ Այն որ դու եկար դարար վարչապետ, Սերժի թիկնապաները շարունակեցին, Սերժից հետո անցան քեզ ախրանյա տանեն, մեքենան քեզ հենց տվեցին, որ դու ես իր համաներով պատտվես, այդ որ ձեր դաչեք իրար կողքեն, իրար տուն էիք եթում, իրար հետ խոսում էիք, իրար հետ շփվում էիք, այն որ միչև հիմա էլ դուք հավաքվում եք, նստում եք Նիկոլ Սերժի հետ գիշերները, որ ոչ մեկ չտեսնան, խոսում եք, բան եք անում, հետո դու եթում ես մի 10 րոպե, հետո էլ Սերժն է եթում, որ հանկարծ իրար հետ չտենան։ Դու գիտես այդ լրիվ մարդիկ չգիտեն, քյոր են, չեն խոսում, չեն հասնում։ Այսօր ինչ ասում Էդգար Ղազարյանը, ասում է Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր ծառայական ավտոմեքենայի պետ համարանիշների ՍՍ տարերը Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահի Սերժ Սարգսյանի անվանատառերն են, իսկ ինձ թվացել էր Էդգար Ղազարյանն ասում է, իսկ ինձ թվացել էր, թե դա նշանակում է Սիլվեստր Ստալոնե։ Ասում է, Փարիզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սպասարկող ավտոմեքենայի պետհամարանիշները ոչ թե ֆրանսիական էին, այլ չեխական։ Մեկ առաջին Ուիդն, հավանաբար նշանակում է թիվ 1 սուպեր դավաճան։ Հուդան, չէ, Հուդան։ Ստեղ Գագիկ Համբարյանն էր գրել. «Երբ դու դրսում թուրքի վեցնոց ես, բայց երկրիդ ներսում երևակայում ես, որ առաջինն ես»։